Ինչն է հետաքրքրականը, որ սեռական խնդիրներից տղամարդիկ շատ հեշտությամբ են կիսվում իրանց ընկերուհիների հետ, սիրածների հետ, բայց կնոջ հետ չեն կիսվում, հարգելի տղամարդիկ, այդքան էլ ճիշտ ուղղությամբ չեք գնում։ Ընկերուհին ժամանակավոր է, սիրածը ժամանակավոր է, որտեղ հաց ընդեղ կաց մոդելը միշտ էլ գործում։ Չեմ հիմա շատերը կասեն, վայ, ես ունեմ մի ընկերուհի 25 տարի իր հետ եմ բան։ Դե ինչ ես բա կնոջ հետ ապրում։ Գնա ընկերուդ հետ ապրի։ Մենք ունենք մեծ խնդիր այսօր ընտանիքներում տղամարդկին փոխհարաբերությունների մեջ ինչ որ մի հարցի շուրջ քննարկել, խոսել, զրուցել, փորձել ընդհանուր հայտարարի գալ։ Ես շատ եմ անդրադառնում այդ հարցին, ոնց կարելի է գաղտնի գնալ բժշկի, ումից է գաղտնի պահում։ Ես կարծում տղամարդկին ամուսիններ հարաբերությունների մեջ պետքա լինի այնքան անկեղծություն եւ վստահություն, տղամարդը ինչի պետքա գաղտնի գնա բժշկի։ Ումից բոլորից թաքուն թող գնա, բայց կնոջից էլ թաքուն գնա բժշկի։ Եթե դուք ձեր կնոջից թաքուն եք գնում բժշկ, ձեր խնդիրը չի լուծվելու։ Ինչ է, հա ընդհանուր թաքուն տեղ եք խմելու։ Կամ ասենք կանայք շատ են գրում կանայք, օրգազմի խնդիր ունեմ, էս ունեմ, նախ առաջնահերթ սիրելիներս այդ հարցերը պետքա մի այո, օգտատերը շատ ճիշտ նկատառում է անում, չկա այդ մակարդակը չկա, որ քննարկում լինի տղամարդկին, զրույց լինի։ Նստեն իրար հետ նորմալ մարդավարի քննարկեն, ոնց ասենք քննարկում են այս հարցը, կենցաղային են հարցը, տաբը, այդտենց էլ այդ հարցը, վերջի դա ինձ առողջության հարցն է կասում, հա, ինչ տարբերություն, սեռական առողջությունն էլ է առողջություն, դա էլ է անբաժանելի մասն է, մեր առողջության մի մասնիկն է, շատերի դեպքում գուցե ամենակարևոր մասնիկը։